Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 4 Վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից, առաջին Պետրոս, առաջին գլուխ 23-րդ խոսք։ Պետրոսն ամենայն ջանասիրությամբ հորդորում էր ցրված սրբերին մաքուր սրտով իրար սերտ սիրել, և այն փաստարկը, որը նա իմաստուն կերպով բերում էր դրա համար, բխում էր ոչ թե օրենքից, բնությունից կամ փիլիսոփայությունից, այլ այն վեհ ու աստվածային բնույթից, որ Աստված ներդրել է իր ժողովրդի մեջ։ Ինչպես մի խելամիտ դաստիարակ կարող է աշխատանք տանել երիտասարդ իշխանների մեջ թագավորական ոգի և արժանապատիվ վարքագիծ ծնելու և խրախուսելու համար, առաջ քաշելով նրանց դիրքի և ծագման վերաբերյալ փաստարկները, այնպես էլ Պետրոսը, նայելով Աստծո ժողովրդին, որպես փառքի ժառանգորդներ, ազնվազարմ իշխաններ, թագավորների թագավորի զավակներ և երկրի ճշմարտագույն և ամենաիրական վերնախավ, ասում է նրանց. «Տեսեք, որ սիրեք իրար, որովհետև դուք ազնվական ծագում ունեք, ծնված լինելով անապական սերմից, որովհետև դուք Աստծուց, բոլոր բաների Արարչից եք սերում, և որովհետև դուք անմահ ճակատագիր ունեք և հավիտյան ապրելու եք, թեև մարմնի փառքը խամրի և նույնիսկ նրա գոյությունն էլ դադարի։ Որքան լավ կլիներ, որ մենք խոնարհ հոգով գիտակցեինք վերստին ծնված բնության իրական արժեքն ու փառքը և ապրեինք դրան համապատասխան։ Ի՞նչ է իրենից ներկայացնում քրիստոնյան, եթե նրան համեմատենք թագավորի հետ, ապա նա ի լրումն արքայական արժանապատվության, նաև քահանայական սրբությամբ է օժտված։ Թագավորի ազնվականությունը հաճախ միայն նրա թագի մեջ է, բայց քրիստոնյայի դեպքում դա նրա էության մեջ է ներծծված։ Շնորհիվ վերստին ծնունդի նա նույնքան բարձր է մյուս բոլոր մարդկանցից, որքան չվերածնված մարդը կորսվող գազաններից։ Անկասկած յուրաքանչյուր իրավիճակում նա չպետք է իրեն դրսևորի ինչպես բոլորը, այլ որպես աշխարհից ընտրված մեկը, մի մարդ, որ զատված, անջատված է Աստծո ինքնիշխան շնորհքով, ում անունն առանձին ցուցակում է գրված և որը չի կարող մյուսների պես թավալվել փոշու և ցեխի մեջ, ոչ էլ ապրել այս աշխարհի քաղաքացիների կենսակերպով։ Ով Քրիստոսին հավատացողներ, թող ձեր նոր բնության արժանապատվությունը և ձեր հեռանկարների պայծառությունը մղեն ձեզ ամուր կառչելու սրբությանը և խուսափելու չարության ամենաչնչին դրսևորումից։